Հանուն հոր և որդվո և ոգմույն սրբո ամեն։ Մարգոսի ավետարանի 8-րդ գլխում մեջ արձանագրված է հետևյալ հրաշքը։ Օրը Հիսուս իր աշակերտներուն հետ Բեթսայիդա գերտա։ Եվ այնտեղ իրեն մարդ մը գբերեն, որ գույր է, և գաղաչեն, որ գույրին թպնա։ Հիսուս այդ գույրին ծերքեն բռնելով գահանե շրջանեն դուրս, անոր աչքերը իր թուքով գտրչե, գթպնա և գսե, բան մը գտեսնես, մարդը գսե, աղոտ գտեսնեմ, մարդիկ գտեսնեմ ծառի պես սակայն գքալեն։ Հիսուս անգամ ևս գտնա անոր աչքերուն և մարդը իր դեսողությունը գվերակտնե։ Եվ Հիսուս գահանցնարել է մարդուն, որ ետ փյուղ չերթա, այլ երթա դուն և երբ փյուղ երթա և հարցնեն, որևէ բան չսե։ Որպեսզի կարենանք այս հատվածը լավապես հասկանալ, կարելի է քաղել երկու կարևոր խորհրդածություններ։ Առաջին, Հիսուս մարդը բժշկելու համար ծերքեն գբռնե փյուղեն դուրս գահանե։ Բեթսայիդա քաղաքը ջանցված է անհավատ քաղաքներեն մեկը։ Հիսուս նույնիսկ Մատթեոս ավետարանի մեջ վայ գսե Բեթսայիդային, որովհետև գսե այն հրաշքները, որ Բեթսայիդայի մեջ կատարվեցան, եթե ուրիշ շրջաններու մեջ ըլլային, մարդիկ ավելի պիտի հավատային, որովհետև դժբախտաբար Բեթսայիդայի ժողովուրդը անհավատությամբ լեցուն էր։ Եվ Հիսուս, որպեսզի մարդը բժշկե, ամենեն առաջ գույրին այդ շրջանագեն դուրս հանեց։ Այս մեկը կնշանակե, որ երբեմն որպեսզի մենք կարենանք մեր բնական տեսողությունը վերականգնել, հոգևոր ճշմարտությունը տեսնել, Քրիստոս տեսնել, պետք է երբեմն մեր շրջանակներեն դուրս գանք։ Այսօրվան աշխարհը ցավի սիրտ լեցված է այնպիսի քարոզչություններով, ուսուցումներով, մտածումներով, խաղապարախոսություններով, արժեքներով, որոնք այնպիսի մթնոլորտ մը կստեղծեն մեր շուրջ, որ կբղդորեն մեր առջև և մենք մեր ճշմարտությունը, Քրիստոսի հոգևոր ճշմարտությունը տեսնելու դժվարություն կունենանք։ Այդ շրջանակը նաև երբեմն մեր ընկերային ընտանեկան շրջանակներն են, որոնք երբեմն ժխտական ազդեցություն կունենան մեր վրա։ Եվ մենք Քրիստոսի ճշմարտությունը տեսնելու, Քրիստոսի տված կյանքը տեսնելու, Քրիստոսի օրհնությունները տեսնելու դժվարություն կունենանք։ Բայց մթնոլորտը, միջավայրը միայն արտաքին չէ, սիրելի հարազատներ, երբեմն նաև այդ միջավայրը մեր ներքին աշխարհի մեջն է, մեր սրտին, մեր հոգիի մեջ, որովհետև շատերուս կյանքի մեջ երբեմն այնքան նյութական ազդեցությունը զորավոր է, այնքան մեր եսին ազդեցությունը մեր անձին վրա այնքան զորավոր է, մենք դժբախտաբար այդ պատճառով կդժվարանանք Քրիստոսի ճշմարտությունը տեսնել, կդժվարանանք հոգևոր սնունդը փնտրել, որովհետև մեր սրտի միջավայրը պատված է այնպիսի մթնոլորտով, որ մեզ կգաշկանտե։ Հետևաբար Քրիստոս մեր ծերքեն կբռնե և դուրս կբերե այդ միջավայրերեն, որպեսզի երբ իրեն հետ ուզենք հանդիպիլ, զինք տեսնել, զինք ճանչնալ, ավելի հստակ պատկերով մը տեսնենք։ Երկրորդ, Հիսուս երբ հրաշքը գործեց, երկու հանգրվաններով կատարեց, որպեսզի մարդը
ամբողջական տեսողությունը գտնե։ Ինչպես ասի Պետսայիթայի քաղաքը անհավատներով լեցուն քաղաք մներ։ Եվ դժբախտաբար երբեմն մեր անհավատությունը չօգներ մեզի, որ մենք Քրիստոսի շնորհքը ամբողջությամբ առնենք։ Եվ ի դարբերություն շատ մհրաշքներուն այս մարդը ինք չէր որ խնդրեց Քրիստոսեն, որբեսի զինք բժշկե եւ իր գուրությունը բժշկե։ Այլ ուրիշներ խնդրեցին Հիսուսեն, որ մարդուն թփչի եւ մարդը բժշկվի։ Հետևաբար մարդու մեջ ալ անհավատությունը դեղ կդածեր եւ այդ պատճառով Քրիստոս երկու հանգրվաններով անոր դեսողությունը վերագանքնեց։ Սակայն այս մեկը նաև մեզի գտելատրե այն ճշմարտությունը, որ նույնիսկ Հիսուսի առաքյալները, որ Քրիստոսի հետ էին ամբողջ ժամանակ, դեսան Քրիստոսի բժշկությունները, դեսան Քրիստոսի հրաշքները, դեսան Քրիստոսի գադարած փառքը, բայց սակայն դակավին դժվարություն ունեին հասկանալու, թե Քրիստոս ինչպես արկայությունը պիտի բերե երկրի վրա։ Եվ այդ պատճառով ինչպես ավետարանեն գսորվինք, որ երբ Սուրբ Հոգին ստացան, անոնք լավապես հասկացան Քրիստոսի սորվեցուցած ուսուցումները եւ ճշմարտությունները։ Նույնպես Պողոս առաքյալ Գորընթացներուն գրած իր նամակի մեջ կսե, այժմ մենք Աստված կտեսնենք աղոտ կերպով, ինչպես հայելիի մեջ են կտեսնենք, սակայն օրը պիտի գա եւ ամեն ինչ լրումի հասնի, այդ ժամանակ մենք գադարյալ պիտի տեսնենք։ Հետևաբար մենք եւս պետք չէ բավարարվենք միայն գիտնալով Քրիստոսի մասին, ասելով որ մենք քրիստոնյա ենք, ասելով որ մենք եկեղեցի կերտանք, աղոտ կգադարենք, բավարար չէ, որովհետև հավատքը աջող, շարժուն, գենթանի իրականություն է, որում պետք է չուր տանք, պետք է առիթ տանք, որ աճի մեր մեջ, մեր սրտերուն մեջ։ Սիրելի հարազատներ, երեք մենք իբրև հայ առաքելական եկեղեցի, իբրև հայ ժողովուրդ դոնախմբեցինք ասկային եւ գրոնական բնույթ ունեցող Սրբոս թարգմանիչ հայրերու դոնը։ Այլ խոսքով Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, Եղիշե Բատմիչին, Մովսես Կերտողահոր, Դավիթ Անհակ Փիլիսոփային, Գրիգոր Նարեգացին եւ Ներսես Շնորհալիին։ Ճիշտ նույն այս պատկերով սիրելի հարազատներ, մենք իբրև հայ ժողովուրդ, իբրև առաջին հանգրվան 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետին ջամփով ընդունեցինք քրիստոնեությունը, արինք լույսը, սակայն այդ լույսը բավարար չէր, որ մենք գարենայինք մեր լեզվով, մեր հոգիով, մեր սրտով գարտանք Աստծո խոսքը, ճանչնանք զասպած եւ գարենանք գադարյալ ճշմարտության հասնել այն ինչ որ մեզի Սուրբ Գիրքի ջամփով դրված է։ Այդ իսկ պատճառով Սուրբ Մեսրոպ Մաշտոց քնած փնտրեց այն դարերը, այն քիրերը, որոնք հարազատություն գուտային մեր ժողովրդի սրտին, որբեսի մենք զասպած տեսնենք հարազատ հոգիով ու սրտով։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց քիրերը գտնելու համար փնտրեց աշխարհիկ քիրքերուն մեջ, զանազան դպրոցներու մեջ, բայց ի վերջո Աստված ցույց տվավ, որ ճշմարտությունը կարելի է գտնել միայն իր շնորհքով, իր ջամփով, իր սուրբ աչով, եւ այդ իսկ պատճառով Մեսրոպ Մաշտոց օրը դեսիլքով դեսավ, թե ինչպես հոր աչը գկրեր հայկական դարերը, եւ այդ նույն դարերով
բոլոր մեր եկեղեցու հայրերը, բոլոր մեր եկեղեցու նվիրյալները օգնեցին մեզ հավատացյալներուս, որ մենք Քրիստոսի ճշմարտության կանք, թեմ առ թեմ տեսնենք զինք, այն գիտության, որ մեզի դրված է և հայկական հարազատ կիրերով։ Այսօր նաև մեր ավանդության համաձայն Մեծիդան Գիրիգիո Գաթողիկոսության տբրևանքի դոնն է, փացումն է և վերամուտը։ 95 տարիներ առաջ մեր եկեղեցու հայրերը, Գիրիգիո Գաթողիկոսության հայրերը նույն այս հողին վրա դեսիլք ունեցան, որ պետք է այնպիսի թբրոց հիմնել, որ պիտի պատրաստե այնպիսի սերունդ, որ մեր ժողովրդի սրտին ու հոգին մեջ պիտի չամփեն Քրիստոսի լույսը, Քրիստոսի հավատքը, հայկական ինքնությունը, մշակութային հասկացողությունը մեր ժողովրդի սրտի մեջ լալի պանանեն ներս և գամ սպյուրս աշխարի։ Եվ ահավասիկ այդ դեսիլքը, որ մարմնավորված է այսօր տբրևանքի ջամփով, 95 ամյակը գդոն է։ Նույն օրինակով սիրելի հարազատներ, տբրևանքի մեջ գբերվին աշակերտներ, ինչպես Քրիստոս գույրին ցերկեն բռնեց, բերավ շրջանագեն դուրս, որբեսի գարենա բժշկությունը տալ, նույնպես տբրևանքը գնդրե աշակերտներ, գփնդրե աշակերտներ, որոնք կուզեն լույսը ճանչնալ թեմ առ թեմ, գբերեն տբրևանք և հանգրվան առ հանգրվան Քրիստոսի լույսը գփոխանցեն այդ աշակերտներուն։ Առաջին այդ լույսը, ինչպես գույրը ստացավ, տբրևանկյան կյանքին ընթացքին է, որ մենք գարնենք։ Տբրևանկյան կյանքին ընթացքին մարդիկը գտեսնենք քալող էակներու պես, սակայն ոչ այնքան հստակ, ինչպես գույրը առաջին հանգրվանին գտեսներ։ Եվ որբեսի աշակերտները գարենան լույսը ամբողջական կերպով տեսնել, Քրիստոսի պատկերը մարդոց մեջ, ժողովրդի մեջ տեսնելու համար, անոնք այս անգամ ցերնատության լույսը գարնեն, ցերնատության շնորհքը գարնեն, որբեսի ոչ թե միայն տեսնեն Քրիստոս մարդոց մեջ, այլ նաև ծառայեն, այլ լույսը փաշխեն ուրիշներուն։ Ուրիշները լույսով կան ճշմարտության, դուրս կան անհավատութենեն, գտնեն ճշմարտությունը, գտնեն մեր Տերը և Փրկիչը Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար, սիրելի հարազատներ, այսօր մենք բոլորս հրավիրված ենք ավետարանական ճշմարտության ջամփով Քրիստոսի մոտենալու իր հայտնությամբ հանգրվան առ հանգրվան, որովհետև սիրելի հարազատներ, միայն իր մեջ է ճշմարտությունը, կյանքը, փրկությունը և ճանապարհը։ Միայն Քրիստոսով կարելի է Աստծո հասնել, փրկության հասնել, և այսօր Քրիստոս իր ցերկը գերգար է, որբեսի մենք դուրս գանք խավարի շրջանակներեն և ճշմարտության գարչած մնանք։ Նաև այսօր սիրելի հարազատներ, հրավեր է յուրաքանչյուրիս, որ թագմանիչ հայրերուն ուխտին հավատարիմը լանք, մեր ինքնությունը պահպանենք, այն քիրերով, որ մենք զասված ջանցանք, այն քիրերով, որ մենք հարազատորեն աղոտ բարձրացնենք Աստուծո, այն քիրերով, որ Աստծո ողորմությունը և փրկությունը խնդրեցինք մեր ժողովրդին համար։ Եվ նամանավանդ այսօր հրավերել է սիրելի հարազատներ, որ աղոթենք Տբրևանքի առաքելության համար։ Մասնագից դառնանք Տբրևանքի առաքելության հոգևոր աջակցություն, ինչպես նաև օգնելով, որ երիտասարդներ գտնվին
մեր ժողովրդի զավակներեն, որոնք կուզեն լույսը ճանչնալ, քան շրջակներեն դուրս եւ դեսնեն Աստծո փառքը թբրևանքի յանքի մեջ։ Եվ միասապար այդ ժամանակ արժանի լանք բոլորս մեր հարազատ լեզվով, մեր սուրբ քիրերով փառավորել Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն։